Ամսի 7-ին երբ որ եղան ընտրություններ, կալանավայրերում այդ թվում անցնում էր, այսպես ասեմ, ընտրական միջոցառումներ եւ իհարկե կալանավայրերում հաջողություն չստանալուց հետո այդ կալանավայրերում նկատեմ հաջողություն չստացավ Նիկոլ Փաշինյանը, այդ կալանավայրերում սկսեցին զբաղվել ծեծկրտուկով հանդեպ այն կալանավորների, որոնք դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Կոնկրետ Վարդաշենի քրեակատարական հիմնարկի մասին կոնկրետ կարամ խոսեմ, ստացել ենք այսպես նամակներ, որտեղ կալանավորները գրում են, որ պարբերաբար ծեծի են ենթարկվում օպերատիվ բաժնի պետի կողմից, որը որ շատ դժգոհ է, քանի որ երևի ինքն է կոնկրետ խնդիրը ստացել ապահովել Նիկոլ Փաշինյանի համար ձայները, չի ստացվել։ Գիշերը ժամը 12-ից հետո մտնում են, մարդկանց զարթնացնում են, նորից ծեծում են։ Դե ես ճիշտ ասած զարմացած եմ, մենք ինչ երկիր ենք սարքել։ Ու ոնց կարելի է ամեն գնով այդ ձև պահել սեփական աթոռ։ Ես նորից եմ կրկնում, այդ աթոռը ոնց որ կախարդական լինի երկրի ղեկավարի աթոռը, ով նստում է այդ աթոռին, ավանտյուրաներ է մտածում, ոնց անի, որ իր աթոռը պահի։ Հիմա էլ ազգային ժողովում օրենքներ են ընդունում, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա նորից գնա ընտրությունների եւ այս անգամ ինքը ընտրվի եւ Հայաստանը տանի այն անդուդը, որը որ պլանավորել է։ Ես գիտեք ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ կալանավոր կալանքներ, այսօր էլ ինչ որ մի զինվորականի կալանավոր է։ Տեսնում եմ ծեծկրտուկներ, տեսնում եմ մարդկանց, որոնք որ մեծ հիասթափություն են ապրել եւ ապրում։ Սա աշխարհը մտածում է, ոնց անի, որ իր քաղաքացուն անվտանգությունը ապահովի եւ երկրի ներսում, եւ երկրից դուրս, մենք Բաքվի մեր քաղաքացիների մասին մոռացել ենք։ Մենք չէ, ղեկավարությունը։ Ջրեք գնացել է։ Մենք մոռացել ենք, որ երկիր ենք ստեղծել, որտեղ մի անգրագետ դիկտատուրա է հաստատել։ Եվ չենք նկատում դա։ Ասում է Միշուստինի հետ խոսել է։ Ես մի հարց ունեմ, իսկ Միշուստինը այդ խոսալուց շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ։ Պատասխանը այդ հարցին։ Պատասխանը իմանանք։ Եթե շնորհավորած ընները մինես մի շուխուր էին դրել, որ գնա գալիս են։ Ու գիտեք ինչ, որոշ մեր երկրի ղեկավարներ, որոնց մասին ճիշտ ենք ասում, շատ ծանր են տանում։ Մանավանդ իր շեստյորկեքը։ Ես ուղղակի ուզում եմ ասել։ Այնքան բան կա ասելու։ Գիտեք ես ով եմ եղել։ Ու շարունակական է լինելու։ Դա համար զգուշ մնացեք։ Բացի ասելուց մենք գործողություններ ենք պատրաստում։ Պատրաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոնց եկել է, այդպես էլ գնա։ Ուրիշ տարբերակ չկա։ Մեր երկրում ընտրություններով երբևիցե իշխանություն չի փոխվել եւ չի փոխվելու մոտակա ժամանակներս։ Իսկ եթե մենք սրան չգցինք, մյուս ընտրություններին մենք ընտրության որ գնանք էլ երկրի ղեկավարը հայ չի լինելու։ Ես դա ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Շնորհակալություն։